Ձեր քննարկման է ներկայացվում կառավարության առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման եւ դրա արդյունքներով պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։ 2025 թվականի նոյեմբերին կառավարությունը հաստատեց կատարողականի գնահատման պիլոտային ծրագիրը, որը պետական կառավարման համակարգի արդյունավետություն շարունակաբար բարձրացնելու կարևոր քաղաքականություն է։ Ծրագրի հիմքում աշխատանքի բարձր արդյունքների համար պետական համակարգի աշխատակիցների նյութական խրախուսումը եւ այդ եղանակով հանրային ծառայության որակի բարձրացումը։ Այս ուղղությամբ հետևողական աշխատանքային հիմքն է, որը պետք է ապահովի համակարգում մրցունակ կադրերի պահպանումը եւ նորերի ներգրավումը, ինչպես նաեւ երաշխավորի, որ կառավարման մարմիններին հատկացվող հանրային ռեսուրսները ծախսվում են ամենաարդյունավետ ձևով եւ ուղղվում են որակյալ պետական ծառայության կազմակերպմանը։ Նախորդ տարեվերջին ամփոփեցինք 2025 թվականի առաջին կիսամյակի ծրագրի կատարողականի գնահատականը 15 կառավարման մարմինների համար։ Գնահատվեցին սահմանված 57 ուղղություններով կատարված աշխատանքի արդյունքները եւ պետական մարմիններին հատկացվեց 3.6 միլիարդ դրամ լրացուցիչ վարձատրության ֆոնդ։ Հիմա գնահատել ենք 2025 թվականի երկրորդ կիսամյակի ծրագրով տարված աշխատանքը եւ կարող ենք ասել, որ խրախուսման համակարգի պիլոտավորումը կառավարման մարմինների առաջնահերթությունների ուղղությամբ կենտրոնացման հարցում ստանում է կարևոր նշանակություն։ Այս կապակցությամբ կարևոր եմ համարում նշել, որ երկրորդ կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփ գնահատականը մոտ է սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին։ Հաշվի առնելով այս արդյունքները 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով լրացուցիչ վարձատրության նպատակով հատկացվող միջոցները կկազմեն մոտ 4.6 միլիարդ դրամ։ 2025 թվականի երկրորդ կիսամյակի համար հատկացումների կարևոր առանձնահատկությունը նաև այն է, որ գործնականում հաշվի կառնվի այն հանգամանքը, թե առաջին կիսամյակում խրախուսվածների կողմից ինչպես է իրագործվել կրթության նպատակով դրամական ներդրումների պահանջը։ Այս կիսամյակի ավարտին կունենանք ընդհանրական հաշվետվություն այն մասին, թե պիլոտային ծրագրի շահառուները որքան դրամական ներդրումներ են կատարել կրթական ծախսերի ուղղությամբ։ Պետք է նշեմ նաև, որ պիլոտային ծրագրի արդյունքների վերլուծությունը մեզ թույլ է տալիս զուգահեռաբար աշխատել օրենսդրական կարգավորումների մշակման ուղղությամբ, որի վերջնականացման արդյունքում հնարավորություն կունենանք պիլոտային ծրագրի ցանցում կատարել երկարաժամկետ կարգավորումների եւ այս տարվա ընթացքում ազգային ժողովի քննարկման ներկայացնել հանրային ծառայության վարձատրության մեխանիզմները օրենքով կարգավորելու վերաբերյալ առաջարկություն։ Խնդրում եմ հաստատել։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։